Ողջույն սիրելի հետևորդներ, այսօր հուլիսի 8-ն է 2026 թվականի, եկել եմ կրկին Մալաթիայի շուկա տեսանյութ նկարելու ձեզ համար։ Իրականում երեկոյան ժամ է, մոտավորապես 7-ի կողմերն է, հասկանանք այստեղ շուկայում ինչ շարժ կա այս ժամին ու ծանոթանանք գներին։ Գիտեմ, որ ամեն օր տարբեր գներ են, հիմա հա, այսօրվա գներն է հիմա մեզ հետաքրքիր։ 150 150 Սա բիրիքի գինն է։ Դրանք բիրիքի գինն է։ Համեմը եղել է 150 Համեմը 150 Սոխ եղել է 170 վաճառվել է 170-ից 200 Նանան եղել է 70 վաճառվել է 100 դրամ, այսինքն բիրիքը 70, հատավաճառը 100 դրամ։ Ռեհանն 100 դրամ եղել է, վաճառվել է Ահա, տեսեք, ռեհանը 100 եղել է, տեսեք ինչ հիանալի ռեհան է, սա կարող է գնել ձմռան համար, ձեզ համար չորացնել, լավ ձմեռվա ռեհան կունենաք։ Հա, այսինքն 100-ով էլ վաճառում եք։ Իսկ մարոլները Մարոլ եղել է 150-ից 170 բիրիքը, 200-ով 150-ից 170 բիրիքը, 200-ով էլ վաճառքի գինը, հատավաճառը։ Դանդուրը 80 դրամ, 80-ից 100 դրամ, այսպես ասած։ Հիմա շարժվենք առաջ։ Ուրեմն այս ժամին հիմնականում ովքեր են լինում, վերավաճառողներն են լինում, թե ուղղակի լինում է վերավաճառողներ, գիշերն էլ են համարյա վերավաճառ։ Հիմա քանի որ շուկան մեծ մասամբ այսպես նայում ենք, հիմնականում դատարկ է շուկան, մարդիկ շատ քիչ են։ Որ ժամին գան մարդիկ, որ կարողանան առավոտյան, լավ առևտուր անելու համար առավոտյան։ Եղավ, շնորհակալություն։ Իսկ գիշերը, այսպես ասած, մեծածախի որ ժամին է սկսվում մեծածախը։ 2-ից 3-ից սկսվում է։ Շնորհակալ եմ, շատ լավ։ Այստեղ ձկնամթերքն է, սիրելի հետևորդներ, ձկնամթերքի վաճառակետում ասացին, որ չեն ցանկանում էկրանի առաջ ոչ խոսել, ոչ էլ ինձ տվյալները տալ, չգիտեմ, երևի ինչ որ մտավախություններ ունեն, ամեն դեպքում չցանկացա շատ համոզել, իրենց որոշումն է, իրենց ընտրությունն է։ Այսպես սիրելի հետևորդներ, հիմա տեսնում եք երեկոյան ժամ է, այստեղ հիմնականում տաղավարները ազատ են, ասացին, որ մոտավորապես 2-ի կողմերը նոր կսկսվի մեծածախի գինը, հիմա մոտենանք հասկանանք այստեղ ինչ կանաչեղեն է վաճառում եւ ինչ գներ են։ Սա որտեղի ավելուկն է։ Աբարա Մարտունի Վարդինի։ Իսկ սպիտակ բանջարը, չէ՞, ճիշտ եմ հասկանում։ Սրանց գներին կծանոթացնեք։ Գները 600։ Քանի մետր է 600-ը։ Մետրը չէ, կապը։ Նու կապի մեջ մոտը Մոտավորապես 2-ից 3 մետր։ 2-ից 3։ Շատ լավ։ Իսկ սպիտակ բանջարը Նույնը։ 800։ Էլի 800։ Շնորհակալություն։ Այստեղ ունեք բազուկ, գազար, սրանց գներին կծանոթացնեք։ 250, 250։ Իսկ կարտոֆիլը 150։ 150։ Լավ, շնորհակալ եմ ձեզ։ Սա որտեղի կարտոֆիլն է։ Էջմիածն։ Էջմիածն։ Շնորհակալ եմ։ Սոխերը եւ սխտորներն էլ են ձերը։ Ծանոթացնենք գներին։ Լավ սխտորը։ 400։ Կիլոգրամը 400։ Բավականին էժան գներ են։ Եվ 150։ Իսկ կարմիր սոխը 200։ Հա, արդեն քանի որ թթվի սեզոնն է մոտենում, պահածոների, այստեղ 4 ամիթ էլ կա, սիրելի հետևորդներ, 4 ամիթի գին ինչ արժի։ 100 դրամ, բավականին մեծ լավ կապեր են, կարող եք գալ այստեղից սամիթ էլ գնել։ Իսկ կաղամբը կիլոգրամի 50 դրամ։ Սրանից էլ էժան չի լինում, պարոն, սիրելի հետևորդներ։ Ահա, հիմա շարժվենք առաջ, այստեղ կան նաև հատիկեղեն։ Ահա, ուրեմն մեծ ու մանր բղլուրները 600 դրամ, սիրելի հետևորդներ։ Հաճարը 600 դրամ, ձավարը 500 դրամ, այստեղ կանե բովածը, չէ՞։ Բովածա թե չէ։ Հա, 2500 դրամ։ Իսկ լոբիները 2000, 2000, 2000, սա էլ 1008։ Իսկ սա ինչը, ինչ տեսակի լոբի է։ Սա էլ 2000։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Տեսեք, կա նաև տնական ձու 80 դրամ, 100 դրամ, կրկին 80 դրամ։ Այստեղ նաև ես տեսա խաղողի տերևներ, թթու դրանց։ Խաղողի տերևը 1000 դրամ կիլոգրամի։
Այսպես շնորհակալ եմ ձեզ։ Սիրելի հետևորդներ, սա էլ ուրցն է, կիլոգրամը ասեց 5000 դրամ, որքանով տեսնում եմ բավականին լավ մաքուր, լավ հավաքած ուրց է, մոտեցնեմ դուք էլ տեսեք։ Այս տաղավարը մոտավորապես որ պատկերացնեք, մուտքից մտնելու եք, գալու եք այս հատվածում դեպի ձախ եք գալու։ Այսպես սիրելի հետևորդներ, հիմա շարժվենք առաջ, տեսնենք այս հատվածում ինչ կա։ Այստեղ տեսեք, թթվի համար լավ սխտորի ձողեր կան, սրանք շատ լավ թթու են լինում, եւ մարինատ կարող եք անել, եւ հիմնական պահածու կարող եք անել, եւ ժամանակավոր, այսպես ասած, ձեռքի տակ ուտելու։ Հա, նաև սալատների մեջ են օգտագործում ինձ ասին, սալատ պատրաստելու ձևը իրականում չգիտեմ, բայց ես թթվի պատրաստելունը գիտեմ, հիանալի թթվի է։ Հա, շատ լավ, ասում են սալատ, այսինքն ձվով ասում են, որ ժարիտ էլ կարելի անել, այստեղ ունենք սոխերի տարբեր տեսականիներ, այսպես իրել հետևորդներ, հիմա գնանք տեսնենք այստեղ պամիդոր են պատրաստում, բարև ձեզ, պամիդորի գինն ինչ արժի? 30 դրամ, և չի վաճառվել։ Եվ չի վաճառվում? Չի վաճառվել։ Հա, և չի վաճառվել։ Հա, վերջին պոմիդորներն են։ Իսկ երբ գան մարդիկ, որ գան առևտուր անեն, որ ժամին գան հիմնական? Առավոտյան, շատ լավ։ Երկու։ Հա, սիրելի հետևորդ, կարմիր հաղարջը 2200։ Տեսեք սիրելի հետևորդներ, շուկայում կա այսպիսի նոր մթերք, ռուսերենում կոչվում է եժմալինա, հայերենում ասում են իրենք մալինովի։ Մալինայի եւ ելակի խառնուրդ, այսպես ասած։ Շուկայում դեռ կարող եք գտնել ելակներ, եթե ելակներ դեռ ուզում եք գնել, կարող եք գալ այստեղ։ Սև հաղարջի գինը կասեք 2000 դրամ եւ արդեն 1500 դրամ էլ մալինաներն են։ Այստեղ կան նաեւ կարտոֆիլներ, բիբարներ, Այսպես սիրելի հետևորդներ, շարժվենք առաջ։ Այստեղ ունենք նաև եգիպտացորեններ 6 հատը, ուրեմն 1000 դրամ։ Շարժվենք առաջ։ Հա, սիրելի հետևորդներ, տեսեք, այստեղ շատ մեծ չափի գիլասներ կան, սա կոչվում է եզան աչք, սա 1200 դրամ արժի, իսկ սա 1000 դրամ արժի։ Հատիկ մարդիկ պարզապես շարում են։ Կա նաև տեղական ծիրաններ, ծիրանների տարբեր չափեր, տարբեր տեսակներ, տարբեր որակներ։ Տեսեք, այստեղ բիբարի, տեսեք սիրելի հետևորդներ, այստեղ կա բիբարի տարբեր տեսականիներ, 200 դրամից, անգամ 50 դրամով կարող եք գնել։ Փշոտ վարունգը այս պայդրությամբ 150 դրամ է, 250 դրամ մի քիչ ավելի մեծ բիբարներն են։ Լոլիկի գները արդեն 150 դրամ են հասել։ Կան նաև այսպես փոքր բադրիջաններ, չգիտեմ, ծանոթ չեմ սրանց, արդեն 150 դրամով առաջին անգամ եմ հանդիպում, շուկայում դեռ 500 դրամը գինը պահպանվում է։ Հիմա շարժվենք առաջ, տեսնենք էլ ինչ կա այստեղ։ Այստեղ տեսեք, անգին ելակներ կան, դույլը 2.5։ Ամաներն էլ 1000 դրամ։ Այստեղ կա նաև արդեն, ինչպես տեսնում եք, պնդուկ արդեն կանաչ դուրս է եկել, սիրելի հետևորդներ, արդեն շուկայում է։ Այստեղ 2000 կամ 1200 տարբեր գներ են դրված։ Այստեղ կան նաև գիլասներ տարբեր։ Հա, այսինքն տեղական տանձը արդեն դուրս է եկել։ Սա տեղական տանձն է, տեղական մրգեր են, սիրելի հետևորդներ։ Ահա, գները։ Տեղական դեղս, տեղական գիլաս։ Տեսեք, դեղցն էլ 400 դրամ արժի, փոքր դեղցեր են, բայց շատ ախորժելի տեսք ունեն։ Ուրեմն այստեղ ունենք դդմիկներ, սրանց գին ինչ արժի? 250։ Սմբուկները 650 եւ այստեղ Մալացիայի շուկայում սիրելի հետևորդներ, երբ միակ տաղավարն է, որ ցած օրիգինալ տարբեր տեսակի բիբարներ կան։ Հիմա բացենք, փորձենք տեսնել այստեղ ինչ բիբարներ կան։ Սա բուլղարական տեսակի բիբարներն են, սիրելի հետևորդներ։ Կա նաև եգիպտացորեն։ Այստեղ էլ վարունգի գներն են։ Այստեղ բրոկոլի կա, բրոկոլին 500 դրամ։
Ուրեմն պոմիդորները 150 դրամ։ Նազրվան ինչ արժի։ 200 դրամ նազրվանն է։ Այստեղ կա փշոտ վարունգ 150 դրամով։ Այսպես շարժվենք առաջ։ Սիրելի հետևորդներ, այսօր ծաղկակաղամբի գինը բավականին իջել է, արդեն կարելի է գնել 200-300 դրամով։ Այսպես սիրելի հետևորդներ, իրականում տաղավարների մեծ մասը դատարկ է, ինչպես ասացին, արդեն գալիս են երեկոյան ժամերին այստեղ։ Փորձեցինք հասկանալ այս տեսանյութով, թե որ ժամին կարելի է գալ, քանի որ երեկոյան մոտենում է արդեն ժամը 8-ը, գրեթե դատարկ է ու կարծում եմ իմաստ չկա այս ժամին գալ շուկա եւ այս ժամին առևտուր անել։ Լավագույն տարբերակը դա առավոտյան ժամին գալ, երբ առավոտյան ժամին մոտավորապես 9-10-ից մինչև 11-ը գալ այստեղ գնումներ կատարել։ Հիմա շարժվենք առաջ, տեսնենք տաղավարներում էլ ինչ կա, մյուս կողմում էլ ինչ կա։ Ու գնանք։ Այսպես սիրելի հետևորդներ, ահա, եւս մեկ տաղավար եմ ձեզ համար նկարում։ Բադրիջանները 600-500 դրամ, 300-350 դրամ։ Ուրեմն բիբարները, իսկ կարտոֆիլի գին ինչքան է։ Սրանք ինչ արժեն։ 180 դրամ էլ կարտոֆիլի գինն է։ Այստեղ կա նաև ձմերուկներ, փորձենք հասկանալ ձմերուկի գինը ինչ արժի։ Մոտավորապես 200-250 դրամի մասին է խոսքը։ Այստեղ սիրելի հետևորդներ կարմիր ձմերուկներ են։ Ահա, շարժվենք առաջ։ Սիրելի հետևորդներ, այստեղ նաև գտել եմ քեխ, ինձ հարցնում եք գինը 400 դրամ է։ Սարի քեխ։ Որտեղինն է։ Մարտունի Վարդենիկի քեղն է, սիրելի հետևորդներ։ Այստեղ լոբի եմ տեսել, լոբու գինն էլ 600 դրամ է, երկու տեսակն էլ 600 դրամ է։ Այսպես սիրելի հետևորդներ, այսքանով երևի ավարտենք տեսանյութը։ Իսկ դուք բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի բաց թողնեք նաև հաջորդ տեսանյութերը։ Ձեր բաժանորդագրությունները օգնում են ալիքին զարգանալ եւ օգնում են շատ մարդկանց շատ տեսանյութի մասին, ընդհանրապես գների մասին տեղեկացվել։ Դե ինչ լավ մնացեք, կհանդիպենք։